Երբ որ մենք խոսում ենք պարտությունների եւ հաղթանակների մասին, քաղաքակրթական հաջողությունների եւ քաղաքակրթական պարտությունների մասին, միշտ մեզ մոտ հարց է առաջանում, թե որն է դրա դրդապատճառը, եւ կա դրա այսպես կոչված նյութական բացատրությունը, որ ազգի ժողովրդի աշխարհագրական դիրքով կամ պատմական պայմաններով է պայմանավորված նման իրավիճակը, բայց ես ունեմ իմ սեփական եւ ոչ միայն իմ սեփական, կան շատ գիտնականներ, որոնք նույն կարծիքն են պաշտպանել, որ հենց մտածողությամբ է պայմանավորված այս կամ այն պետության, այս կամ այն ազգի կամ այս կամ այն ժողովրդի անկումը, եւ այդ առումով ես կուզենայի մի այսպիսի որոշակի ծաղկաքաղ անել իմ հայկական մենտալիտետ գրքից, ներկայացնելով, թե ինչպիսի հիմնարար խոչընդոտներ են կանգնել միշտ մեր պատմական եւ մեր քաղաքակրթական ուղու առջև։ Եկեք մտածենք, թե ինչով է նախ եւ առաջ ժողովուրդը, ազգը, պետությունը կայանում եւ որն է նրա հիմնարար գրավականը ծաղկելու եւ հաղթելու։ Դա այն է մանավանդ ժամանակակից մոդեռնի մեջ, ժամանակակից դաշտում, երբ արժեքները դառնում են ավելի կարևոր, քան պահանջները։ Ժողովուրդը պահանջ բավարարող մասից, որը գիտեք բնորոշ է ողջ կենդանական աշխարհին, վերածվում է արժեքներ պաշտպանող մասի, որը բնորոշ է ժամանակակից եւ մոդեռն տեսությանը, քաղաքակրթությունների մասին։ Եվ որքանով ենք մենք համապատասխանում քաղաքակրթական այդ մոդեռնին, որքանով ենք մենք պաշտպանում արժեքային համակարգը եւ ընդհանրապես ունենք արդյոք մենք այդ արժեքային համակարգը։ Որպես կանոն մենտալիտետի տեսանկյունում շատ են օգնում մեզ այն առասներն ու ասացվածքները, որոնք տվյալ ժողովրդի համար ունիկալ են։ Եվ ես ուզում եմ սկսել այն ասացվածքից, որը մեզ բոլորիս քաջ հայտնի է, դա որտեղ հաց, այնտեղ կաց ասացվածքն է։ Շատերը կարող են ինձ հակադրվել, հակառակվել, ասելով, որ կան ուրիշ ասացվածքներ, որոնք գրեթե նույն իմաստն ունեն, բայց հավատացնում եմ ձեզ, առածների եւ ասացվածքների մեջ ոչ թե իմաստն է խնդիրը, այլ բառերի ընտրությունը։ Կա նմանատիպ լատինական ասացվածք, որը նշանակում է ubi bene ibi patria, այսինքն այնտեղ լավ է, որտեղ հայրենիք է։ Բայց խնդրում եմ ուշադիր լինենք լավ եւ հաց բառերի հակադրության հանդեպ, որտեղ լավը դա արժեք է, որովհետև լավը իսկապես դա արժեք է, իսկ հացը դա պահանջ է։ Դրանով մենք ցույց ենք տալիս, որ արժեքին մենք նախընտրում ենք պահանջը, ձևավորելով այսպես կոչված նաղդային հասարակություն, որը իր հիմնական արժեքը համարում է պահանջը։ Երբ որ դու քո հիմնական արժեքը համարում ես պահանջը, դու լիովին բացառում ես մարդու իբրև մարդկային անհատի զարգացման քո հնարավորությունները։ Դարձյալ կարող է հարց առաջանալ, բոլորը ասում են, չէ՞ որ հայերը անհատապաշտ ազգ են։ Դրան կարող եմ հակադրել, որ դարձյալ բառերի ընտրությունը սխալ են կատարում եւ չեն կարողանում ճիշտ տարբերակում մտցնել անհատապաշտ եւ անձնապաշտ կատեգորիաների միջև, որովհետև անձը դա մարդկային բիոլոգիական կեցույթն է, մինչդեռ անհատը դա մարդու ստեղծագործական կեցույթն է, եւ անհատը դա այն մարդն է, որը, ինչպես ասում են, կրեատիվ կենդանի է, ստեղծագործող մարդ է։ Անհատապաշտ մարդը, որպես իր կյանքի դոմինանտ, տեսնում է абստրակտ արժեքը։ Անձնապաշտ մարդը, որպես իր դոմինանտ, տեսնում է ինչը, իր գոյության պահպանությունը։ Եվ ահա մենք եկանք իբրև ազգ եւ իբրև պետություն գոյապահպանվելու, ոչ թե ապրելու եւ ստեղծագործելու մյուս դոմինանտին։ Մենք կարողացել ենք իսկապես պահպանել մեր գոյությունը, բայց բաց ենք թողել իբրև պետություն եւ իբրև ունիկալ քաղաքակրթություն, իսկ մենք այդ շանսեր ունեցել ենք, բաց ենք թողել կայանալու որպես քաղաքակրթություն դրա բոլոր շանսերը։ Այդ շանսը տրվեց թե մեզ բոլորից շուտ, տրվեց Եվրոպային, որը այն հմտորեն օգտագործեց։ Այդ շանսը քրիստոնեությունն էր, որովհետև քրիստոնեությունը մեծագույն հնարավորություն ընձեռեց ժողովրդին եւ պետություններին
ունենալ անհատապաշտության բարձրագույն աստիճան, զարգացնել մարդու մեջ այնպիսի բարձր հատկանիշներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ազատությունը, ստեղծագործ ազատությունը, հոգու խնդիրները լուծելու, հոգին, այսպես ասած, պատկերավոր ձևով կամ սատանային, կամ Աստծուն հանձնելու ազատությունը։ Մենք այդ քրիստոնեական համամարտկայնությունը եւ վերազգայնությունը դարձյալ իջեցրին գոյապահպանական մակարդակի, անվանելով հայերին հայ քրիստոնյա, այսինքն որևէ ազգ, որևէ քրիստոնյա ազգ երբեք չի օգտագործում այդ որակումը, անգլիացի քրիստոնյա, ֆրանսիացի քրիստոնյա, նույնիսկ ծիծաղելի կլիներ, եթե մենք լսենք անգլիացի քրիստոնյա եւ ֆրանսիացի քրիստոնյա որակումները։ Երբ որ մենք ասում ենք հայ քրիստոնյա, մենք ակներևաբար նվազեցնում ենք քրիստոնեության քաղաքակրթական արժեքը, դարձյալ իջեցնելով այն ազգային մակարդակի։ Երբ որ մենք քրիստոնեության համամարտկային արժեքը իջեցնում ենք ազգային մակարդակի, մենք ունենում ենք ոչ թե այն քրիստոնեությունը, որ ճանաչում է ողջ աշխարհը իբրև քաղաքակրթություն, այլ այսպես կոչված ազգայնական քրիստոնեության ինչ որ մի հատված, որը շատ տարբերվում է այսպես կոչված ստեղծագործ քրիստոնեությունից, ռեֆորմատիվ քրիստոնեությունից, որը անverջ գցում է մարդուն կասկածանքների մեջ, թողնելով, որ նա աճի եւ զարգանա, ահա այդ քրիստոնեությունը Հայաստանում ընդհատված է, դրա փոխարեն մտել է դոգմատիկ մի կառույց, որը դարձյալ միտված է ինչին, դարձյալ միտված է գոյապահպանմանը եւ դրանից է, որ մենք ունենում ենք իբրև պետական սիմվոլ մեկ ուրիշ կարևոր գործոն՝ եկեղեցի։ Եկեղեցին որպես պետական գործառույթ, որպես հայ ազգի գոյապահպանական նախնական սիմվոլ, խիստ կարևոր խորհրդանշական ծանրաբեռնվածություն ունի հայ ազգի մենտալիտետի համար, որովհետև մենք միշտ կարծել ենք, որ մենք պետք է կոնսոլիդանանք, միավորվենք հայ եկեղեցու շուրջը, մոռանալով, որ կրոնը որպես այդպիսին, կրոնը որպես երևույթ, կրոնը որպես անհատական ընտրություն, կրոնը որպես անձի ինդիվիդուալ զարգացման գործիք չի կարող երբեք լինել պետական կոնսոլիդացիայի կամ ազգային կոնսոլիդացիայի միջոց, որովհետև կրոնը գտնվում է խիստ հոգևոր абստրակտ ոլորտում, չի կարող ինքը իրենից առաջացնել, ինչպես անգլիացիք են ասում, generate պետական ինստիտուտ եւ չի կարող իր բոլոր սկզբունքներով մտնել այդ պետական ինստիտուտի տակ պահելով ներքևից դրա ստրուկտուրա։ Մեր ազգապահպանական ոլորտում մենք ինչու ենք ընտրել եկեղեցին իբրև պետական սիմվոլ, որովհետև եկեղեցին ամենահարմար տարբերակն է այսպես կոչված մեր գոյապահպանական արժեքի հետագա առաջխաղացման համար։ Եկեղեցին ինքը ջանք չի պահանջում, այ մենք տեսնում ենք, թե մեր շրջապատում ինչքան են աճում, բուսնում տարբեր տիպի եկեղեցիները, որովհետև եթե պետական ինստիտուտը պահանջում է հանրային ջանք, եթե ինդիվիդուալ քրիստոնեությունը պահանջում է հոգեբանական ճիգ, եկեղեցին իբրև սիմվոլ որևէ բան չի պահանջում, բավական է այդ 4 պատը կանգնեցնել եւ մարդուն ասել, որ սա հայ ազգի պահպանման գրավականն է։ Իսկ թե իրականում եկեղեցին ինչ պիտի տանի իր հետ որպես ազատություն, անկախություն, որպես հանդուրժողականություն կամ որպես արդարություն, այդ հարցը Հայաստանում փակված է։ Դրա փոխարեն մենք ունենք ինչպես քրիստոնեության, հայ քրիստոնեություն ազգային տեսակը, այնպես էլ հայկական մենտալիտետում գործում է արդարության ընդամենը մի տեսակ եւ դա պատմական արդարությունն է։ Դարձյալ մենք, այո, մենք խոսում ենք արդարության մասին ոչ թե իբրև գլոբալ մենտալ հոգեբանական կատեգորիա, մենք խոսում ենք արդարության մասին իբրև պատմական կատեգորիա, որը պետք է անպայման վերականգնվի ի դեպ ոչ թե ներքին ժողովրդի ուժերով, ջանքերով, այլ այդ պատմական անարդարությունը եկել է դրսից եւ գալիս է լուծվելու դրսից նույնպես, այսինքն պատմական անարդարությունը դրսի պրոդուկտ է, պատմական արդարությունը պետք է նորից վերականգնի դուրս։ Երբ որ մենք վերականգնում ենք պատմական արդարությունը,
մենք կանգնում ենք նաղդային մտածողության գերակա պահանջը կատարելու անհրաժեշտության առաջ, որովհետև ինչպես տեսնում եք, մեզ մոտ պատմական արդարությունը ունի խիստ նյութական պահանջի տեսք, դրանք հողերն են։ Եվ Հայաստանի առաջին եւ գլոբալ իրական հաղթանակով պսակված ազգային ազատագրական պայքարը իր խորքում էլի ուներ պահանջատիրական մոտիվացիա, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, եւ ինքը նույնպես ուներ նաղդային կոնցեպտ, ուղղակի ժամանակի մեջ այդ կոնցեպտը որոշակի абստրակտ դրսևորումներ ստացավ։ Երբ որ մենք խոսում ենք այդ նաղդային մտածողության իրականացման մասին, մենք տեսնում ենք, որ շատ մեր ախտեր հենց թաղված են այնտեղ, որ երբ որ դու կատարում ես գոյապահպանական ծրագիր, գոյական պահպանական ծրագիրը դա ծրագիր մինիմումն է։ Գոյապահպանական ծրագիրը չի ենթադրում երկարաժամկետ շարժում, որովհետև երբ որ դու ինչ որ մի բան անում ես այս պահը, ինչ որ ձևով անցնելու, կենթանի մնալու, կամ թեկուզ հարստանալու, կամ թեկուզ ինչ-որ մեկին թալանելու համար, դու այդ պահը իրականացնում ես, դու չես հաշվարկում, թե երկարաժամկետ ինչ կորուստներ կարող ես ունենալ։ Անգլիացիք դրանք անվանում են short-term and long-term projects։ Եվ միշտ մեր մոտ նախապատվությունը տրվում է short-term project-ին, կենթանի մնանք, բա մեր անվտանգությունը, բա մեր այսպես կոչված մեր բարոյական հաղթանակը, բա մեր պատմական արդարությունը, այդ բոլոր էլեմենտները գտնվում են կարճաժամկետ ծրագրերի ոլորտում։ Պատմական պետական ծրագրերին ինք միշտ ունեն երկարաժամկետ խնդիր, այսինքն ինչպիսին եմ ես տեսնում պետությունը, ինչպիսին ես պետք է այն կառուցեմ, ինչպիսի արժեքներ պետք է ընկած լինեն պետության հիմքում, որովհետև երկարաժամկետ, այդ բոլոր երկարաժամկետ ծրագրերի հիմնարար արժեքները Հայաստանում երբևէ իբրև խնդիր չեն դրվել, իսկ դրվելու դեպքում ձախողվել են, որովհետև նաղդային ծրագիրը եղել է միշտ շատ ավելի հզոր։ Որպես ավարտ կարող եմ ասել, էլի վերադառնալ այսպես կոչված որպես որտեղ հաց, այնտեղ կաց ասույթին, որը շատ բնութագրական է, եւ ասեմ, որ պատմական եւ տարբեր ժողովուրդների մենտալիտետների ուսումնասիրության իմ համամետական փորձը ցույց է տալիս, որ այն ժողովուրդները եւ պետությունները, որոնք հացը դրել են իբրև իրենց գոյության եւ գոյավարման գերակայություն, որպես հիմնարար արժեք, որպես կանոն, վերջում կորցրել են թե իրենց պետությունը եւ թե դրանց հետ մեկտեղ իրենց հացը։ Եթե հաց շատ ես ուզում, որպես կանոն այդ հացը չի հերիքում։ Բոլորին կարող է հետաքրքրել, թե որն է այդ պատճառը, թե ինչու ենք մենք հենց գնացել այդ ուղով։ Ես կարող եմ բացատրել, որ դա պետական հասունության բացակայությունն է, որովհետև սա բոլոր ազգերի եւ բոլոր պետությունների նախնական զարգացման ուղին է։ Այսինքն բոլոր հասարակությունները իրենց զարթոնքի եւ կազմավորման շրջանում եղել են պահանջային եւ դա բնական է, որտեղ ժամանակն էր թելադրում, որ պահանջը պետք է լիներ հիմնովին արժեք, որովհետեւ գոյապահպանման խնդիր կար բոլոր ժողովուրդների, բոլոր պետությունների համար։ Այ երբ որ հետո մարդիկ հասկացան, որ գոյապահպանումը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, երբ որ մարդիկ հասկացան, որ իրոք իրական զարգացումը գտնվում է գոյապահպանության սահմանից այն կողմ, այն ժամանակ սկսվեց արդեն դիվերսիֆիկացիան։ Այն ժողովուրդների միջև, ովքեր այդ պրիորիտետը մի կողմ դրեցին եւ գնացին առաջ, եւ ովքեր մնացին այդ գոյապահպանության ճիրաններում, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, երբ որ մենք հայտնի կուսակցության ֆրազն ենք մեջ բերում, հա, ասում ենք մահ կամ ազատություն, իրականում դա իրենց ֆրազը չի, դա ժամանակակից եվրոպական մտքի հայտնի ֆրազն է, երբ որ մարդիկ հոգեկան մահը համարում են ավելի լուրջ խնդիր, քան ֆիզիկական մահը։ Այն մահ կամ ազատություն ֆրազը իրականում լուրջ սիմվոլիկ խնդիր է, որը ցույց է տալիս գոյապահպանության եւ արժեքի կռիվը, որտեղ հաղթում է ազատության արժեքը։